Ընդհանուր առմամբ տարվա ընթացքում 2025 թվականի ընթացքում սպասարկել ենք շուրջ 307,000 կանչ, ինչը մոտ 3%-ով ավելին է եղել ի համեմատ 2024 թվականի։ Հիմնական ձեռքբերումը 2025 թվականին, որին կուզենայի անդրադառնալ, դա թվով 7 նոր մեքենաների ձեռքբերումն է, որը իրականացել է ընկերությունը իր միջոցների հաշվին, լիզինգով, ի տարբերություն նախորդ տարիների միշտ այնպես է եղել, որ տարբեր բարեկամ պետություններ են շտապ բուժօգնությանը, ՀՀ կառավարությանը նվիրաբերել տարբեր մեքենաներ, այս դեպքում ընկերությունը լիզինգով ձեռքաբերել թվով 7 նոր Mercedes Magnus-ի մեքենաներ, այդ գումարի չափով ընկերությունը խնայողություն ունի, որը ավանդադրված է բանկում, իսկ մեր կառավարությունը, ինչպես գիտենք, լիզինգի պայմաններում լավ պայմաններ ունի, 10%-ը սուբսիդավորում է, հիմա մենք ինչ ենք անում, մենք այդ ավանդադրած գումարի տոկոսը վերցնում ենք, մարում ենք մայր գումարը, իսկ պետությունն էլ տոկոսներ են համարում, այդ մեքենաները ի տարբերություն էլի նախորդ տարիների բացի պարտադիր ապահովագրությունից ունեն նաև կասկո ապահովագրություն, ինչը շատ կարևոր ձեռքբերում է, այսինքն վթարների դեպքում անկախ նրանից մեղավորություն, անմեղ, կա բացի պարտադիր ապահովագրություն, նաև կասկո ապահովագրություն, ևս մի ձեռքբերում, որ այդ մեքենաները Mercedes Magnus-ի պաշտոնական ներկայացուցիչի կողմից անվճար 3 տարի կամ մինչև 150,000 կիլոմետր անվճար սպասարկվելու է։ Ոչ միայն ինքը խոսքը երաշխիքի մասին է, այլ վերաբերում է բոլոր դետալներին, արագամաջ դետալները ամբողջությամբ։ Դա շատ լավ ձեռքբերում է, որ հետագայում նույնպես միշտ պետք է կիրառվի շտապ բուժօգնությունը։ Իսկ մեքենաների հագեցվածությունը։ Մեքենաներից մեկը ռեանիմոբիլ է, հագեցած թոքերի արհեստական օդափոխության սարքավորումով, մնացածը գծային մեքենաներ են, ամբողջությամբ կարևոր ձեռքբերում է էլեկտրական անվասայլակը, որը նույնպես չենք ունեցել, ինքը շատ դեպքերում է պետք գալիս, երբ աստիճաններով պացիենտներին իջացնելուց, այն պացիենտները, որոնց որ նստած պարկած դիրքով հակացություն կա, պետք է նստած դիրքով իջացնել, այդ պացիենտների համար բավականին փրկություն է դա, եւ բժիշկների համար, որտեղ ինքը շատ էլեկտրական է ու տարբեր քաշային կարգի մարդկանց շատ հեշտությամբ ստացվում է եւ բարձրացնել եւ իջացնել ու արդեն իսկ մի քանի դեպքում կիրառել ենք, նույնիսկ 200 կիլոգրամ քաշ ունեցող մարդու պարագայում են կիրառել, ինքը իր արդյունավետությամբ միանշանակ դրականն է ասում։ Նոր ձեռքբերումը որքանով աշխատանքի որակի վրա կազդի, թե կանչերին արագ արձագանքելու տեսանկյունից, թե որակյալ սպասարկման տեսանկյունից։ Մեր հիմնական ուժը այդ բուժանձնակազմն է, սկսած կրտսեր բուժաշխատողից, վերջացած ավագ բուժաշխատող, վարորդ, բուժքույր բուժակ եւ բժիշկ, ու բնականաբար ինչքան որ հարմարավետ լինի իրանց պայմանները, ինչքան հարմարավետ մեքենայով լինի, ինչքան հարմարավետ բուժ սարքավորումներով սպասարկեն, այդքան դա կանդրադառնա բուժառուների բուժ սպասարկման վրա։ Միանշանակ իրար հետ փոխկապակցված է։